Ուղղաթիռից գիշերային։ Երկիրը նման է հսկայական նեյրոնային ցանցի, որը թրթռում է էլեկտրական լույսով։ Քաղաքները փայլում են նման աստղակույտերի, ճանապարհները գծում են բարդ օրգանական նմուշներ։ Բայց սեղմեք արագ առաջ տեղափոխման կոճակը։ Այս անմահության պատրանքը փլուզվում է ձեր աչքի առջև։ Լույսերը մարում են քաղաքից քաղաք։ Պոմպերը, որոնք արտացում են ջուրը Լոնդոնի և Նյու Յորքի մետրոներից, կանգ են առնում։ Ստորգետնյա թունելները ողողվում են հաշված օրերում։ Առանց տեխնիկական սպասարկման էնտրոպիան անմիջապես պահանջում է իր իրավունքները, գործարկելով մեր քաղաքակրթության ամբողջական ապամոնտաժման գործընթացը։ Ինչ կմնա մեզնից 50 միլիոն տարի անց, կամ գուցե ինչ-որ մեկը եղել է այստեղ ավելի վաղ, և երկիրն արդեն ջնջել է նրանց գոյության ցանկացած հետք։ Մտածեք դրա մասին մի վայրկյան։ Ամեն ինչ, ինչ մենք կառուցել ենք, ամեն ինչ, ինչ մենք ստեղծել ենք, յուրաքանչյուր հուշարձան և բլոկբաստեր, յուրաքանչյուր գրադարան և տվյալների կենտրոն նախատեսված է ոչնչացման համար։ Երկիրը չի պահպանում արխիվներ։ Մեր մոլորակը ունի կատարյալ մեխանիզմներ ջնջելու անցյալը, ծածկելու հետքերը, վերափոխելու քարերի մեջ ամեն ինչ, ինչ երբևէ գոյություն է ունեցել։ Եվ այս մեխանիզմները աշխատում են ոչ միայն մեր դեմ։ Նրանք աշխատել են միշտ, միլիարդավոր տարիների ընթացքում, երբ երկրի վրա ապրել են անհամար սերունդներ, կենդանիների և բույսերի։ Բայց ինչ, եթե նրանց մեջ եղել են մեկը, որ կարող էր մտածել, ինչ-որ մեկը, ով կարող էր կառուցել, ինչ-որ մեկը, ով կարող էր ստեղծել քաղաքակրթություն։ Ահա մի տագնապալի փաստ, որի մասին քիչ ով է խոսում հանրային կերպով։ Եթե զարգացած քաղաքակրթությունը գոյություն է ունեցել երկրի վրա 10 կամ 20 կամ 50 միլիոն տարի առաջ, մենք գուցե երբեք չգտնենք դրա ուղղակի հետքերը։ Ոչ շինությունները, ոչ գործիքները, ոչ նույնիսկ թաղված քաղաքները։ Էրոզիան, տեկտոնիկ սալերը, սուբդուկցիան, մետամորֆիզմը, այս բոլոր գործընթացները կջնջեին ամեն ինչ, բացի ամենանուրբ գեոքիմիական ազդանշաններից։ Իսկ մենք սկսել ենք գտնել հենց այդ ազդանշանները։ Անոմալիաներ, որոնք չեն համապատասխանում մեր հասկացողությանը երկրի պատմության մասին։ Իզոտոպային հարաբերակցություններ, որոնք պետք է լիներ այլ։ Փոքրիկ խանգարումներ ամբողջ մոլորակի տարիքի նստվածքային ժայռերում։ Սա կոչվում է Սիլուրյան հիպոթեզ։ Եվ դա ոչ թե գիտաֆանտաստիկա է, այլ լուրջ գիտական հարց։ Եկեք սկսենք ավելի ծանոթից, ինչից որ դուք արդեն գիտեք։ Մեր քաղաքակրթությունը, մարդկային ինդուստրիալ հասարակությունը գոյություն ունի մոտավորապես 250 տարի, ուղիղ տասնյակներից մինչև արդիական ժամանակները։ Եթե ընդարձակենք սահմանները և ընդգրկենք ամբողջ գյուղատնտեսական դարաշրջանը, մենք կստանանք մոտավորապես 12,000 տարի։ Բայց նույնիսկ 12,000 տարին անատոմիապես ժամանակակից մարդու գոյության 200,000 տարվա ծովում ընդամեն մի կաթիլ է։ Իսկ 200,000 տարին երկրի 4 միլիարդ 500 միլիոն տարվա պատմության համար ընդամեն մի ակնթարթ։ Բայց եկեք մտածենք գործնական հարթությամբ։ Ինչ կմնա մեր քաղաքակրթությունից 1 միլիոն տարի անց, եթե այսօր մարդկությունը հանկարծ անհետանա։ Ոչ թե աստվածաբանական հարցերից մեկը, այլ պատասխանը, որը մենք կարող ենք հաշվարկել, հիմնվելով գեոլոգիական գործընթացների հայտնի արագությունների վրա։ Մեր քաղաքները շինված են հիմնականում բետոնից, պողպատից և ապակուց։ Բետոնը սկսում է քայքայվել առանց սպասարկման 5 մինչև 10 տարվա ընթացքում։ Արտաքին շերտերը փշրվում են, ընկնում են, բացահայտում են պողպատե ուժեղացված արմատուրան ներսում։ Պողպատը սկսում է ժանգոտել, երբ այն ենթարկվում է թթվածնի և խոնավության ազդեցության։ Ժանգը ընդլայնվում է, ճեղքում բետոնը ներսից։ 100 տարվա ընթացքում մեր ամենաբարձր երկնաքերերը կդառնան քայքայված կմախքի բեկորներ։ 250 մինչև 500 տարվա ընթացքում դրանք կվերածվեն շինարար աղբի դամբաններ, աննկատելի բնական լանդշաֆտից։ Մետաղները, պողպատը, ալյումինը, պղինձը կօքսիդանան և կվերադառնան իրենց բնական զերծային ձևերին։ Ապակին կփշրվի մանր ավազի հատիկների։ Պլաստիկը, մեր ժամանակի ամենատարածված նյութը, վերջապես կբեկթվի ուլտրամանուշակագույն ճառագայթների, օքսիդացման և մեխանիկական լարման համատեղ ազդեցությամբ։ Նույնիսկ ամենակայուն պոլիմերները կդառնան փոշի մի քանի 100,000 տարում։ Այժմ ուշադրություն դարձրեք ժամանակացույցին։ Մենք խոսում ենք տասնյակ հազարավոր տարիների մասին, երբեք ոչ միլիոնների։
Ինչպես նստվածքային ժայռերը կփոխվեն այս ժամանակահատվածում։ Էրոզիան, մարդկության չհետքերի հիմնական ոչնչացուցիչը, աշխատում է անընդհատ, արագությամբ։ Լեռները բարձրանում են և սղվում են միջին արագությամբ մի քանի մինչև տասնյակ միլիմետր տարեկան։ Սա թվում է դանդաղ, բայց 1 միլիոն տարում լեռը կարող է բարձրանալ կամ սղվել մի քանի հազար մետրով։ Տեկտոնիկ սալերը շարժվում են։ Օվկիանոսային սալերը սուբդուկցվում են մանթիայի մեջ, հալվում են, վերավերլուծվում են երկրի ներսում։ Ցամաքամասային սալերը բախվում են, ստեղծում նոր լեռնային շղթաներ, թաղում հնում ամեն ինչ, ինչ երբեմն մակերեսին է եղել։ Միջին ջրային օվկիանոսային սալը ամբողջությամբ ռեցիկլացվում է 70 մինչև 100 միլիոն տարվա ընթացքում։ Ցամաքամասային սալերը ավելի հին են, բայց նույնիսկ նրանք ենթարկվում են անընդհատ վերափոխման, մետամորֆիզմի միջոցով, երբ բարձր ջերմությունը և ճնշումը վերակազմակերպում են ամեն բյուրեղը, ջնջելով նախկին պատմությունը։ Ուրեմն, ինչ կարող է դիմանալ այդպիսի գործընթացներին։ Որն են այն նյութերը կամ կառույցները, որոնք կարող են պահպանվել տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարիների ընթացքում։ Աչքի ընկնելու աստիճան՝ քիչ-ինչ։ Ֆոսիլիզացված ոսկորները մեր լավագույն ելքը բացատրելու համար անցյալ կենդանական կյանքը պահանջում են շատ հատուկ պայմաններ պահպանման համար։ Օրգանիզմը պետք է մահանա որոշակի միջավայրում, որտեղ այն արագ ծածկվում է նստվածքներով, թթվածնից պաշտպանելու համար։ Այնուհետև միներալները պետք է դանդաղ փոխարինեն օրգանական նյութին։ Նույնիսկ այդ դեպքում պահպանվում է միայն փոքր մասը։ Պալեոնտոլոգները գնահատում են, որ երբևէ ապրած բոլոր սպեսիեսների ավելի քան 99%-ը չի թողել որևէ ֆոսիլային հետք։ Մարդկային մնացորդները այնքան էլ լավ չեն պահպանվում։ Մեր ոսկորները փխրուն են։ Մեր մարմինները արագ քայքայվում են։ Ամբողջ հոմինիդների ձևավորման էվոլյուցիոն պատմության համար մենք ունենք միայն մի քանի հազար ֆոսիլ օրինակներ, իսկ դրանք ներկայացնում են բազմաթիվ միլիոնավոր անհատներ, ովքեր երբևէ ապրել են։ Բայց արհեստական կառույցների հետ ինչ։ Գուցե մեր շինությունները, մեր գործիքները, մեր հնարքները կպահպանվեն։ Դժբախտաբար ոչ։ Նույնիսկ ամենակայուն արհեստական մատերիալները կավարտեն իրենց գոյությունը, կարելի արագ։ Եգիպտական բուրգերը, մեծ չինական պատը, կոլիզեումը, այս կառույցները արդեն հազարավոր տարի են տևել, բայց նրանք շինված են քարից, և քարը, թեև ավելի կայուն է, քան բետոնը, նույնպես ենթարկվում է էրոզիայի։ Եթե մենք վարկածականորեն հեռացնենք մարդկանց և սպասենք 1 միլիոն տարի, այս կառույցները կդառնան փոշի և ավազ, աննկատելի բնական ժայռերից։ Ավելի կարևոր բան, մեր ամենամեծ քաղաքների մեծ մասը գտնվում է ափերի մոտ օվկիանոսներին, գետերին, ծովերին։ Այս տեղերը ակտիվորեն ենթարկվում են նստվածքային գործընթացներին։ Ափածիկ էրոզիան տարեկան ճզմում և տանում է ցամաքը։ Գետերը ստեղծում են նստվածքներ, որոնք թաղում են ամեն ինչ, ինչ կայներում է նրանց հատակում։ Ծովի մակարդակի փոփոխությունները, որոնք տեղի են ունենում յուրաքանչյուր սառցադարաշրջանային ցիկլի ընթացքում, կողողեին կամ կթերթեին մեր ափամերձ զարգացումները անհամար անգամներ տասնյակ միլիոն տարիների ընթացքում։ Ավելի ու ավելի է դառնում պարզ, որ ֆիզիկական կառույցները, շենքերը, ճանապարհները, կամուրջները չեն կարող տևել բավականաչափ երկար։ Եթե ձեզ պետք է հետքեր 1 միլիոն տարիներից, դուք պետք է փնտրեք ավելի նուրբ բան, ինչ-որ բան, որ արձանագրված է երկրի քիմիական արխիվում։ Եվ ուրեմն մենք կանդրադառնանք լուրջ գիտությանը։ Մենք կխոսենք գեոքիմիայի մասին։ 2017 թվականին աստրոֆիզիկոս Գավին Շմիդթը և պալեոբիոլոգ Ադամ Ֆրենկը հրատարակեցին հարցական մոդել։ Նրանք չէին պնդում, որ երկրի վրա գոյություն են ունեցել նախկին քաղաքակրթությունները։ Փոխարենը նրանք հարցրին. եթե արդյոք գոյություն ունեցավ, որքանով մենք կարող ենք հայտնաբերել դրանք։ Ինչ տեսակի հետքեր կարող էր թողնել ինդուստրիալ քաղաքակրթությունը գեոլոգիական ժայռերում։ Եվ ինչպես մենք կտարբերենք այդ հետքերը բնական գեոլոգիական աղմուկից։ Նրանք անվանեցին այդ Սիլուրյան հիպոթեզ, հարգանքի նշան։ Դոկտոր Ով հայտնի գիտաֆանտաստիկ սերիալի լրամշակողների նկատմամբ, որտեղ թիրքավոր սողուններ կոչված սիլուրյանները ապրեցին երկրի վրա մարդուց միլիոնավոր տարիներ առաջ։ Իհարկե, անունը անճշտության մեջ է։ Իսկական սիլուրյան ժամանակաշրջանը տեղի ունեցավ 430 մինչև 419 միլիոն տարի առաջ, երբ կյանքը հենց սկսում էր գանահարել ցամաք և կային միայն պարզ բույսեր և անողնաշարավորներ։ Բայց անունը հաստատվեց,
Եվ այժմ մենք օգտագործում ենք այն ցանկացած հիպոթետիկ նախկին քաղաքակրթություն նկարագրելու համար, անկախ նրանից, թե երբ այն գոյություն ունեցավ։ Շմիդտն ու Ֆրենկը մոտեցան հարցին ոչ թե որպես քննարկման գիտական խնդիր, այլ որպես մոտեցման մեթոդի։ Նրանք ուզում էին հասկանալ, թե որքանով մենք կարող ենք լինել վստահ, որ մենք եզակի տեխնոլոգիական սպեսիաներ ենք երկրի պատմությունում։ Եվ այդ ուսումնասիրելու համար նրանք ուսումնասիրեցին, թե ինչպես մեր սեփական ինդուստրիալ քաղաքակրթությունը ստեղծում է որոշակի գեոքիմիական հետքեր, որոնք կարող են մնալ միլիոնավոր կամ նույնիսկ հարյուրավոր միլիոն տարիներ հետո։ Եկեք մտածենք այն մասին, ինչպես մեր արդիական քաղաքակրթությունը փոխում է երկրի քիմիան։ Մենք այրում ենք ֆոսիլային վառելիք անհավասար արագությամբ։ Յուղը, ածուխը, բնական գազը, այս վառելիքները կուտակվել են տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարիների ընթացքում, երբ հին կազմավորված բույսերն ու օրգանիզմները թաղվեցին և վերափոխվեցին ծանր ճնշման և ջերմության ներքո։ Այժմ մենք ազատում ենք այդ պահպանված ածխածինը մթնոլորտ առանց պատմության նախադեպի արագությամբ։ Ածխածնի դիօքսիդի կոնցենտրացիան մթնոլորտում բարձրացել է մոտավորապես 410 մասից յուրաքանչյուր միլիոնից մինչև ավելի քան 415 մաս յուրաքանչյուր միլիոնից արդիական ժամանակներում։ Դա կարող է թվալ փոքր փոփոխություն, բայց դա ամենաբարձր մակարդակն է վերջին 3 միլիոն տարիների ընթացքում, և դա աճում է աննախադեպ արագությամբ, մոտավորապես 2 կամ 3 մաս յուրաքանչյուր միլիոնից տարեկան։ Այս ածխածինը չի մնում միայն մթնոլորտում։ Մի մասը լուծվում է օվկիանոսներում, ստեղծելով ավելի թթվային ջուր։ Մի մասը ներծծվում է բույսերի կողմից, և մի մասը, վերջապես, կամիտավոր կամ անկամերական կարող է մտնել նստվածքային ժայռերի մեջ, որտեղ այն արձանագրվում է իզոտոպային ժամանակացույցով։ Ածխածինն ունի եռակի հիմնական իզոտոպներ՝ ածխածին 12, ածխածին 13 և փոքր քանակներով ածխածին 14։ Ածխածին 12-ն և ածխածին 13-ը կայուն են, և նրանց հարաբերակցությունը բնապես տատանվում է կախված աղբյուրից։ Օրգանական ածխածինը կենդանի օրգանիզմերում հարաբեր հարստացված է ածխածին 12-ով, քանի որ ֆոտոսինթեզը նախապատվություն տալիս է ավելի թեթև իզոտոպին։ Երբ մենք այրում ենք ֆոսիլային վառելիքը, որը մնացած է հին օրգանիզմերից, մենք ազատում ենք ածխածին, որը հարաբերականորեն բարի է ածխածին 12-ով։ Այս ազդանշանը կարող է պահպանվել նստվածքային ժայռերում։ Եթե հետագա գեոլոգները կամ պալեոնտոլոգները ուսումնասիրեն ածխածնի իզոտոպային կազմը ժամանակակից նստվածքներում, նրանք կնկատեն անոմալ անկում ածխածին 13, ածխածին 12, հացխածին 12 հարաբերակցությունում, համընկնող մեր ինդուստրիական դարաշրջանի հետ։ Դա կլինի մատնանշում, որ մեծ քանակություններով օրգանական ածխածին է թողարկվել մթնոլորտ կարճ ժամանակահատվածում։ Բայց այստեղ կա հարց. այս ազդանշանը եզակի է մարդկային գործունեության համար, թե բնական գործընթացները կարող են ստեղծել նմանատիպ ազդանշաններ։ Պատասխանը անհանգստացնող է։ Բնական գործընթացները, ինչպես օրինակ մեծ ծավալների վուլկանական ժայռերի արտանետումները, կարող են նաև արձակել մեծ քանակություններով ածխածին կարճ ժամանակահատվածում։ Նման էքստրեմալ իրադարձությունները, որոնք կոչվում են մեծ ինֆիցիական պրովինցիաներ, տեղի են ունեցել անհամար անգամներ երկրի պատմության ընթացքում, և նրանք ասոցիացվում են զանգվածային ոչնչացումների հետ և դրաստիկ կլիմայական փոփոխությունների հետ։ Ասենք, Պերմյան-տրիասական էքստինկցիան ցածր 252 միլիոն տարի առաջ, որը ոչնչացրեց 96%-ից ավելի ծովային սպեսիաներ, ասոցիացված էր հսկայական վուլկանական ժայռերի արտանետման հետ այժմեկյանում Սիբիրում։ Այդ ժայռերի արտանետումները թողարկեցին մեծ քանակությունների ածխածին կարճ ժամանակահատվածում, և դա նույնպես կստեղծեր իզոտոպային անոմալիա։ Ուրեմն, ինչպես մենք կտարբերենք մարդկային ստեղծած իզոտոպային անոմալիան բնական վուլկանական ազդանշանից։ Շմիդտն ու Ֆրենկը առաջարկեցին, որ մենք պետք է փնտրենք համադրություն մի քանի տարբեր ազդանշանների։ Ոչ միայն ածխածնի անոմալիան, այլ նաև այլ քիմիական և մատերիալական հետքեր, որոնք հատուկ են ինդուստրիական գործունեությանը։ Օրինակ, մեր քաղաքակրթությունը արտադրում է մեծ քանակություններով պլաստիկ, և մի քանի պլաստիկային արտադրանքներ ավարտվում են օվկիանոսներում, որտեղ նրանք բեկտվում են մանր մասնիկների, կոչված միկրոպլաստիկ։ Այս մասնիկները կարող են ներդրվել ծովային նստվածքներում և հնարավոր ֆոսիլիզացվել որպես նուրբ ստորագծերում պլաստիկային քիմիական նշանագիր համեմատած աստվածածաբանություն ընթացակարգումների։
Եթե ապագա գեոլոգները գտնեն նստվածքային շերտ, որը պարունակում է անսովոր կոնցենտրացիաներ սինթետիկ պոլիմերներից, դա կլինի ուժեղ ցույց, որ ինչ-որ բան արհեստական էր տեղի ունենում։ Նմանատիպ, մենք արտադրում ենք և օգտագործում ենք մեծ քանակություններով որոշակի տարրեր, որոնք հազվադեպ են բնության մեջ։ Հազվագյուտ երկրի տարրերը, օրինակ նեոդիմը, դիսպրոզիումը և պրազիոդիմը, օգտագործվում են էլեկտրոնիկայում, մագնիսներում և այլ բարձր տեխնոլոգիական սարքերում։ Մենք հանում ենք այս տարրերը հանքարդյունքներից և կոնցենտրացնում բարձր մաքրության մակարդակներում, որը անսովոր է բնության մեջ։ Եթե մեր հասարակությունը փլուզվի և մեր գործիքները և սարքերները քայքայվեն, որոշ քանակներից այդ տարրեր կարող են արձանագրվել նստվածքներում անսովոր կոնցենտրացիաներում։ Կան նաև ռադիոակտիվ ազդանշաններ։ Սկսած 2046 թվականից մենք անցկացրել ենք հարյուրավորներից ավելի միջուկային զենքի փորձարկումներ, որոնք արտանետեցին ռադիոակտիվ իզոտոպներ բեկտվածքներից, ինչպես պլուտոնիում 239 և որոշակի տեսակներ ածխածնի 14, մթնոլորտ և շրջակա միջավայր։ Հետիզոտոպները կարող են հայտնաբերվել ամբողջ աշխարհում, և դրանք ստեղծում են հստակ ժամանակացույցագիր ճիշտ միջին 20-րդ դարում։ Ապագայում, եթե նմանատիպ իզոտոպային ազդանշաններ գտնեն հին նստվածքներում, դրանք կարող են ցուցանել միջուկային տեխնոլոգիա։ Դուք արդեն մտածում եք դրա մասին, չէ՞։ Դուք ասում եք՝ լավ է, բայց բոլոր այս ազդանշանները մեկից մնում են ժամանակակից ինդուստրիալ հասարակության։ Դա չի ապացուցում, որ նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան։ Եվ դուք բացարձակապես ճիշտ եք։ Հավաստումը Սիլուրյան հիպոթեզի նպատակը ոչ թե ցույց տալ է, որ նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան, այլ ցույց տալ, թե որքանով մենք կարող ենք հայտնաբերել դրանք, եթե դրանք արդյոք գոյություն ունեցավ։ Դա մեթոդաբանական հարց է, ոչ թե պատմական պնդում։ Բայց այստեղ դառնում է հետաքրքիր։ Շմիթի և Ֆրենկի աշխատանքից հետո մի քանի ուսումնասիրողներ սկսեցին ակտիվորեն ուսումնասիրել հնաձև նստվածքային ժայռերը անսովոր անոմալիաներ գտնելու համար, որոնք կարող էին մատնանշել նախկին ինդուստրիական գործունեություն։ Եվ նրանք գտան մի քանի հարց բարձրացնող նմուշներ։ Առաջինը նստվածքային ակտուալ գեոքիմիական երևույթներ։ Պալեոցեն, էոցեն, տերմալ մաքսիմում, համարյա 56 միլիոն տարի առաջ, այն ժամանակ էր արագ գլոբալ տաքացում, որի ընթացքում գլոբալ ջերմաստիճանները բարձրացան մոտավորապես 5 մինչև 8 աստիճան Ցելսիուս միայն, մի քանի հազար տարվա ընթացքում։ Այդ տաքացման պատճառները դեռ վիճելի են, բայց մի հիպոթեզը ներառում է մեծ անձրևների մեթանի արտանետումներ ծովային հատակից։ Իսկ այդ արտանետումների ընթացքում ածխածնի իզոտոպային հարաբերակցությունները դրսևորում են նկատելի անկում։ Դա նման է ազդանշանին, որը մենք կստանայինք մարդկային նման արդյունաբերական գործունեությունից։ Իհարկե, ամենալայնորեն ընդունված բացատրությունը բնական է։ Մեթանի արտանետումները բնական կլիմայական փոփոխությունների արդյունք էին, և կենսական արձագանքները հետևանք էին այդ տաքացմանը։ Բայց որոշ հետազոտողներ հարցրել են. կարող էինք լինել համոզվածներ։ Կարող է լինել անհայտ բնական գործընթացը լինել այլ փոխանցում, կամ ամենաընդհանուր ասած, կարող էր լինել որևէ մեկը միտումնավոր արտանետելու մեթանը կամ այլ պառնիկային գազեր։ Շմիթը և Ֆրենկը նշեցին, որ տարբերակելու համար բնական վուլկանական ազդանշաններ մարդածին անոմալիաներից մենք պետք է փնտրենք ավելի քան մեկ գիծ ապացույցների։ Մենք կարող ենք փնտրել վիճակագրական կորելացիաներ մի քանի տարբեր չափումների միջև։ Օրինակ, եթե մենք գտնենք ածխածնի անոմալիա, որը համընկնում է հազվադեպ մետաղների կոնցենտրացիայի հետ, դա կլինի ավելի համոզիչ, քան ինքնուրույն ածխածնի անկումը։ Բայց միևնույն ժամանակ, քանի որ մենք հետազոտում ենք այս հարցը, մենք պետք է ընդունենք, որ բնության մեջ կան մեծաքանակ կորելացիաներ, որոնք կարող են ստեղծել կեղծ դրական նշանները։ Տարբեր գեոքիմիական ցիկլերը կապված են միմյանց հետ բարդ կերպով, և տասնյակ միլիոն տարիներ անց, առանց լրացուցիչ տեղեկատվության, կարող է դառնալ անհնար կերպով կտրված նախկին ինդուստրիալ քաղաքակրթության հետքերը բնական աղմուկից։ Ուրեմն, եթե մենք երբեք չկարող ենք համոզված լինել, կամ կարող ենք, միգուցե բանալին գոյություն ունի ավելի մեծ ժամանակաշրջանում և ավելի լայն ներկայանալով։ Միգուցե մեզ պետք չէ պարզապես փնտրել միայն երկրի վրա։ Բայց նախքան գալով այդ մասին, թույլ տվեք անդրադառնալ մեկ այլ անհանգստացնող հարցի։ Ինչ, եթե մենք չենք փնտրում ճիշտ տեղում։ Ինչ, եթե նախկին քաղաքակրթությունների ամենալավ հետքերը չեն գտնվում երկրի վրա, այլ երկրից հեռու։ Հետագայում մենք կանդրադառնանք այդ,
ու կուսումնասիրենք ավելի խորը, բայց առայժմ ուղղակի հարցնենք ձեզ. կարծում եք, որ մենք առաջինները ենք, թե երկիրը արդեն ջնջել է մեկ ուրիշի գոյությունը։ Պատկերացրեք, որ դուք գեոլոգ եք 50 միլիոն տարի ապագայում։ Դուք փորում եք երկրի նստվածքները եւ փորձում եք վերականգնել 20-րդ եւ 21-րդ դարերի պատմությունը։ Ինչ կգտնեք։ Ֆիզիկական կառույցներ՝ ոչինչ։ Ամբողջ մեր քաղաքները, ամբողջ մեր ճանապարհները, ամբողջ մեր կամուրջները կվերածվեն աննշան միներալացված հատիկների։ Մետաղները կվերադառնան իրենց էրցային ձևերին, պլաստիկը կփշրվի, բետոնը կքայքայվի, բայց դուք կարող եք գտնել նուրբ ազդանշաններ։ Իզոտոպային անոմալիա ածխածնի հարաբերակցություններում, անսովոր կոնցենտրացիաներ որոշակի մետաղների, հնարավոր միկրոպլաստիկի հետքեր նստվածքային շերտերում։ Եվ եթե դուք շատ ուշադիր էիք եւ շատ բախտավոր, դուք կարող եք հայտնաբերել այդ ազդանշանների կուտակումը հատուկ նուրբ ժամանակային ինտերվալում, համապատասխանելով մեր ինդուստրիալ դարաշրջանին։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Համատեղելը այդպիսի նուրբ ազդանշանները 50 միլիոն տարի հետո կլինի անհավանաբար դժվար։ Նստվածքային արխիվը թերի է։ Տեկտոնիկ սալերը շարժվում են եւ վերաօգտագործվում են։ Մետամորֆիզմը վերականգնում է ժայռերը։ Էրոզիան հեռացնում է ամբողջ շերտերը։ Հավանականությունը, որ ապագա գեոլոգները կգտնեն մեր քաղաքակրթության հետքերը մանրակրկիտ շերտերում, փոքր է, բայց ոչ զրոյական։ Իսկ եթե մենք դիտարկենք հակառակը, եթե նախկին քաղաքակրթությունը գոյություն ունեցավ 10 կամ 20 կամ 100 միլիոն տարի առաջ, ինչ են մեր շանսերը գտնելու նրանց հետքերը այսօր։ Պատասխանը կախված է մի քանի գործոններից։ Առաջինը, որքան երկար տևեց այդ քաղաքակրթությունը։ Եթե դա տևեց միայն մի քանի 100 կամ մի քանի 1000 տարի, հետքերը կլինեն չափազանց նուրբ։ Բայց եթե դա տևեց միլիոնավոր տարիներ, ապա նրանց ազդեցությունը երկրի քիմիայի վրա կարող էր լինել ավելի նկատելի եւ պահպանված։ Երկրորդը, որքան ինտենսիվ էր նրանց ինդուստրիական գործունեությունը։ Եթե նրանք այրեցին ֆոսիլային վառելիքը մեծ քանակություններով, նման մեզ, այդ թողել կլիներ ածխածնի իզոտոպային ազդանշանները։ Եթե նրանք հանել են հազվագյուտ տարրերը եւ կոնցենտրեցին դրանք, դա կարող էր ստեղծել գեոքիմիական անոմալիաներ։ Եթե նրանք օգտագործեցին միջուկային էներգիան, դա կարող էր թողնել ռադիոակտիվ հետքեր։ Երրորդը, որտեղ են նրանք ապրել։ Եթե նրանց քաղաքները գտնվում էին տեղերում, որոնք այժմ սուբդուկցված են մանթիայի մեջ, մենք երբեք չենք գտնի դրանք։ Օվկիանոսային սալերի մեծ մասը, որ գոյություն ունեցավ 100 միլիոն տարի առաջ, այժմ կործանվել է եւ վերահալված է երկրի ներսում։ Բայց եթե նրանց քաղաքները գտնվում էին կայուն ցամաքամասային սալերի վրա, որոշ գեոքիմիական հետքեր կարող էին պահպանվել։ Եվ ահա մենք հասնում ենք ավելի մեծ խնդրին։ 4. Գիտենք մենք, թե ինչ փնտրել։ Մենք կարող ենք փնտրել միայն այն, ինչ մենք կարող ենք պատկերացնել։ Եթե նախկին քաղաքակրթությունը օգտագործեց տեխնոլոգիաներ, որոնք ռադիկալ տարբեր էին մերից, եթե նրանք չայրեցին ֆոսիլային վառելիքը, եթե նրանք չօգտագործեցին մետաղները նույն տեկերպ ինչպես մենք ենք, ապա նրանց հետքերը կարող էին լինել անտեսանելի մեզ համար։ Մենք կարող ենք փնտրել մեր սեփական արտացոլումը անցյալում եւ բաց թողնել ամբողջությամբ այլ ճարտարագիտության տիպը։ Գիտեք ինչն է ամենահանդիպելի արգումենտը Սիլուրյան հիպոթեզի դեմ։ Մարդիկ ասում են, եթե նախկին քաղաքակրթություն գոյություն ունի, ապա նրանց հետքերը կարող են լինել անտեսանելի մեզ համար։ Մենք կարող ենք փնտրել մեր սեփական արտացոլումը անցյալում եւ բաց թողնել ամբողջությամբ այլ ճարտարագիտության տիպը։ Գիտեք ինչն է ամենահանդիպելի արգումենտը Սիլուրյան հիպոթեզի դեմ։ Մարդիկ ասում են, եթե նախկին քաղաքակրթություն գոյություն ունի, ապա նրանց հետքերը կարող են լինել անտեսանելի մեզ համար։ Մենք կարող ենք փնտրել մեր սեփական արտացոլումը անցյալում եւ բաց թողնել ամբողջությամբ այլ ճարտարագիտության տիպը։ Գիտեք ինչն է ամենահանդիպելի արգումենտը Սիլուրյան հիպոթեզի դեմ։ Մարդիկ ասում են, եթե նախկին քաղաքակրթություն գոյություն ունի, ապա նրանց հետքերը կարող են լինել անտեսանելի մեզ համար։ Մենք կարող ենք փնտրել մեր սեփական արտացոլումը անցյալում եւ բաց թողնել ամբողջությամբ ոչ թե արհեստական կառույցների հնարավոր հետքերի վրա։ Մենք ունենք գեոքիմիական տվյալներ միայն փոքր մասի հին ժայռերի համար։ Եվ մենք միայն սկսել ենք զարգացնել մեթոդներ հայտնաբերելու համար շատ նուրբ տեխնոգեոգրաֆիկ ազդանշաններ։ Այսինքն, ինչ որ մենք չենք գտել ապացույց, դա չի նշանակում, որ ապացույցը գոյություն չունի։ Դա կարող է նշանակել, որ մենք դեռ չենք փնտրել ճիշտ տեղում կամ ճիշտ եղանակով։ Բայց եկեք հեռանանք երկրից մի պահ։ Եկեք նայենք դեպի վեր։ Կա մեկ տեղ,
որտեղ հետքերը կարող էին պահպանվել շատ ավելի երկար, քան երկրի վրա։ Լուսին։ Լուսինը չունի մթնոլորտ, չունի հովեր, չունի անձրևներ, չունի տեկտոնիկ սալեր։ Այն մակերեսը, որ մենք տեսնում ենք այսօր, մեծ մասամբ չի փոխվել վերջին 3 կամ 4 միլիարդ տարիների ընթացքում, բացի մետեորիտների բախումներից։ Եթե ինչ-որ մեկը մի անգամ այցելեց լուսին, դրա հետքերը կարող էին մնալ միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ։ Պատկերացրեք, որ նախկին երկրային քաղաքակրթությունը հասավ տեխնոլոգիական մակարդակի, որտեղ նրանք կարող էին ուղարկել առաքելություններ լուսին։ Պատկերացրեք, որ նրանք կառուցեցին բազա կամ հանքարդյունք վայր, կամ պարզապես ուղարկեցին հետազոտական հարթակներ։ Եթե դա տեղի ունեցավ 10 կամ 50 կամ 100 միլիոն տարի առաջ, այդ կառույցները դեռ կարող էին գտնվել լուսնի մակերեսին, մասամբ պահպանված։ Իհարկե, մետեորիտները կոտրել կլիներ շատ կառույցներ ժամանակի ընթացքում, բայց լուսինը մեծ է։ Ընդհանուր մակերեսը մոտավորապես 36 միլիոն քառակուսի կիլոմետր։ Մենք մանրամասն քարտեզագրել ենք միայն փոքր մասը, եւ նույնիսկ այդ քարտեզագրման մեջ մենք չենք փնտրել արհեստական կառույցների հետքեր։ Մենք փնտրել ենք բնական երևույթներ, կրատերներ, ժայռեր, սառցենստվածքներ։ 2018 թվականին Ջեյմս Փեյս եւ Ջեյքոբ Հակմիսրան Վաշինգտոնի պետական համալսարանից հրատարակեցին հարցարուն թղթում, որտեղ նրանք առաջարկեցին որոնել նախկին քաղաքակրթությունների հնարավոր հետքեր լուսնի վրա։ Նրանց փաստարկը պարզ էր. լուսինը պահպանական միջավայր է արտաքին օբյեկտների համար։ Եթե ինչ-որ բան տեղադրվեց այնտեղ մի անգամ, այն մնում է էական անփոփոխ միլիարդավոր տարիներ, բացի եթե ուղղակիորեն ոչնչացված չէ մետեորիտի բախման կողմից։ Նրանք հաշվարկեցին, որ եթե նախկին քաղաքակրթությունը հասավ լուսին նույնիսկ 100 միլիոն տարի առաջ, մենք կարող ենք դեռևս գտնել արհեստական օբյեկտների մնացորդներ, հատկապես եթե դրանք թաղված են լուսնի ռեգոլիթում, միկրոսկոպիկ փոշու շերտում, որը ծածկում է մակերեսը։ Ռեգոլիթը պաշտպանում է օբյեկտները ուլտրամանուշակագույն ճառագայթներից, միկրոմետեորիտներից եւ ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներից։ Սա հնչում է գիտաֆանտաստիկ պես, չէ՞, բայց գիտությունը նման է։ Դու մուք տալիս եք խենթ հարցեր եւ հետո համակերպելով վերլուծեք, թե արդյոք դրանք հնարավոր են, թե ոչ։ Եվ եթե դրանք հնարավոր են, դուք հետաքննում եք ավելի խորը։ Իսկ հետ գալով երկրին, եկեք խոսենք մեկ այլ խնդրի մասին, որը հազվադեպ է բարձրացվում հանրային քննարկումներում՝ ժամանակագրության խնդիրը։ Գեոլոգիական ժամանակը չափվում է բազմաթիվ մեթոդներով, բայց ամենաճշգրիտը ռադիոմետրիկ թվագրումն է։ Այն հիմնված է հայտնի քայքայման արագություններով ռադիոակտիվ իզոտոպների։ Օրինակ, ուրանիում 238-ը քայքայվում է մարմին 206.5 կյանքի տևողությամբ, 4 միլիարդ 500 միլիոն տարի։ Ածխածին 14-ը քայքայվում է ազոտ 14-ի իզոտոպի կյանքի տևողությամբ, 4 միլիարդ 500 միլիոն տարի։ 5730 տարի կեսի կյանքի տևողությամբ։ Այս մեթոդները բացառիկ հուսալի են համապատասխան ժամանակաշրջանների համար, բայց նրանք ունեն սահմանափակումներ։ Ածխածին 14-ը օգտագործում է միայն վերջին 50,000 տարիների համար, քանի որ դրանից հետո մնաց չափազանց քիչ ածխածին 14 չափելու համար։ Ուրանիում մարմին մեթոդը լավ է միլիոնավոր եւ միլիարդավոր տարիների համար, բայց դժվարանում է ավելի նուրբ տարիների բանաձևում միլիոնավոր տարիների ընդմիջմամբ։ Դա նշանակում է, որ մեր ճշգրտությունը թվագրման համար կախված է, թե որ ժամանակահատվածի մասին է խոսքը։ Երբ մենք ասում ենք, որ որոշակի ժայռային շերտ է 50 միլիոն տարեկան, իրականում դա կարող է լինել 50 միլիոն գումարած կամ հանած մի քանի 100,000, կամ նույնիսկ մի քանի միլիոն տարի, կախված մեթոդից եւ նմուշից։ Ինչու է սա կարևոր Սիլուրյան հիպոթեզի համար։ Քանի որ այն նշանակում է, որ նախկին քաղաքակրթության նուրբ ազդանշանները, որոնք տևեցին միայն մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար տարի, կարող են ամբողջությամբ կորչել գեոլոգիական ժամանակի աղմուկի մեջ, երբ մենք նայում ենք տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարի անցյալ։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք գտնել մեկ օրվա ձայնագրություն հազարամյակ երկարությամբ աուդիո արխիվում։ Եթե ձեր ժամանակային քայլը 1 տարի է, դուք երբեք չեք գտնի այդ 1 օրը։ Դա կորստի է աղմուկի մեջ։ Նույնը կիրառելի է գեոլոգիական ժամանակին։ Նախկին քաղաքակրթության տեխնոլոգիական փուլը կարող է տևել հազարավոր տարիներ, բայց երբ մենք նայում ենք հետ 100 միլիոն տարի, այդ հազարավոր տարիները ներծծվում են ժամանակագրական անորոշությունների մեջ։ Դուք արդեն մտածում եք, ճիշտ է, մտածում եք, սա դառնում է չափազանց սպեկուլատիվ։
Որտեղ են կոշտ ապացույցները։ Եվ դա իրավունք ունեք հարցնել։ Գիտությունը պահանջում է ապացույց, ոչ թե միայն տեսություններ։ Այնպես որ եկեք խոսենք կոնկրետ գտածոների մասին, անոմալիաներից, որոնք արդեն գտնվել են եւ որոնք հարցեր են բարձրացնում։ Արդեն հիշեցի, պալեոցեն, էոցեն, տերմալ մաքսիմումը։ Բայց կա մեկ այլ իրադարձություն, որը կարող է դառնալ ավելի պատկերավոր։ Թորիումի անոմալիան, օկլոում։ 1970-րդ թվականներին ֆրանսիացի ֆիզիկոսները վերլուծեցին ուրանային էրցներ օկլո հանքարկությունից Գաբոնում, Աֆրիկայում։ Նրանք հայտնաբերեցին ինչ-որ անհավատալի։ Ուրանիումի իզոտոպային կազմը էր բնականից տարբեր։ Ընդհանրապես բնական ուրանիումը պարունակում է 0,733% ուրանիում 235 ֆիսիլ իզոտոպը, որը օգտագործվում է միջուկային ռեակտորներում, բայց օկլոյի նմուշները պարունակում էին 0,7%-ից պակաս, ինչ-որ բան սպառել էր ուրանիում 235-ը։ Լրացուցիչ հետազոտությունից պարզվեց, որ օկլոյում գտնվում էին բնական միջուկային ֆիսիլ ռեակտորներ, որոնք աշխատեցին 2 միլիարդ տարի առաջ։ 2 միլիարդ տարի առաջ պայմանները օկլոյում էին ճիշտ։ Ուրանիումի բարձր կոնցենտրացիան, ջրի առկայությունը որպես միջանկյալ նյութ եւ այլ գեոլոգիական գործոններ ստեղծեցին պայմաններ, որտեղ միջուկային շղթայական ռեակցիան սկսավ բնական կերպով։ Այս ռեակտորները կարող էին աշխատել հարյուրավոր հազարավոր տարիներ, արտադրելով էներգիա եւ փոխարկելով ուրանիումը այլ տարրերի։ Օկլոյի բնական ռեակտորները ապացույց են, որ բարդ միջուկային գործընթացները կարող են տեղի ունենալ բզնական կերպով, առանց մարդկային միջամտության։ Սա նշանակում է, որ եթե մենք գտնենք որոշակի ռադիոակտիվ անոմալիաներ հին ժայռերում, մենք չենք կարող ավտոմատ եզրակացնել, որ դրանք արհեստական են։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք, տարբերակելու բնական գործընթացներից արհեստական հետքերից։ Բայց միևնույն ժամանակը օկլոն ցույց է տալիս, որ բնությունը կարող է ստեղծել դժվարապես պատկերացվող երևույթներ։ Միջուկային ռեակտորները, որոնք աշխատեցին 2 միլիարդ տարի առաջ։ Եթե մենք չգիտեինք այդ, եւ ինչ-որ մեկը առաջարկեր, որ նմանատիպ բան հնարավոր է, մենք կարող էինք անտեսել այն որպես սպեկուլյացիա։ Բայց դա իրական է։ Դա գոյություն ունի։ Ուրեմն ինչ այլ անհավանական բաներ կարող են լինել իրական, որոնք մենք պարզապես դեռ չենք բացահայտել։ Եկեք անդրադառնանք մեկ այլ հետաքրքիր դեպքի՝ ծովակների փայլաքարով։ Վերջին տարիների ընթացքում պալեոնտոլոգները հայտնաբերել են հին ծովակի պատիճներ, որոնք պարունակում են փայլաքար, բնական ապակու, որը ձևավորվում է, երբ երկրային նյութեր հալվում են բարձր ջերմաստիճանում եւ հետո արագ սառչում են։ Փայլաքարը սովորաբար կապված է մետեորիտների բախումների հետ կամ վուլկանական գործունեության հետ, բայց որոշ այդ ծովակների փայլաքարները գտնվում են շերտերում, որտեղ չկա հայտնի մետեորիտի բախում կամ վուլկանական ակտիվություն։ Որոշ հետազոտողներ առաջարկել են, որ այս փայլաքարները կարող են արդյունք լինել մթնոլորտային պայթումների, օդային պայթյուններից, որոնք տեղի են ունեցել, երբ մետեորներ պայթել են մթնոլորտում, չհասնելով մակերևույթի։ Այդ պայթյունները կարող էին ստեղծել բարձր ջերմաստիճանների պայմաններ, որոնք բավարար էին հալելու ավազը եւ ստեղծելու փայլաքար։ Բայց մեկ այլ հիպոթեզ է, որ որոշ այս փայլաքարները կարող են արդյունք լինել հնաձև անտառային հրդեհների։ Երբ անտառը այրվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում, հողը եւ ավազը մակերևույթի վրա կարող են մասամբ հալվել եւ ստեղծել փայլաքարանման կկառույցներ։ Եվ այստեղ է հետաքրքիրը։ Եթե նախկին քաղաքակրթությունը օգտագործեց մեծ քանակությունների էներգիա, միշտ չէ, որ ֆոսիլային վառելիք այրելով։ Այ թե նրանք օգտագործեցին տեխնոլոգիաներ, որոնք արտադրեցին բարձր ջերմաստիճաններ, ինչպես թեկուզ պլազմա կամ լազերներ, նրանք կարող էին անուղղակի ստեղծել փայլաքարանման կառույցներ հողում։ Եվ հազարավոր կամ միլիոնավոր տարիներ հետո այդ փայլաքարները կարող էին պահպանվել նստվածքային ժայռերում որպես նուրբ անոմալիաներ, որոնք դժվար է բացատրել բնական գործընթացներով միայն։ Իհարկե, սա ծայրահեղ սպեկուլյատիվ է։ Մենք չունենք ուղղակի ապացույցներ, որ փայլաքարները հին քաղաքակրթություններից են, բայց կետը այս է. մենք պետք է պահպանենք բաց միտք հնարավորության համար, որ որոշ գեոլոգիական անոմալիաներ, որոնք մենք դասակարգում ենք որպես բնական, կարող են ունենալ այլընտրանքային բացատրություններ։ Արդյոք դուք գիտեք, որ երկրի մակերևույթի միայն մոտավորապես 3%-ը ուսումնասիրված է մանրամասնորեն պալեոնտոլոգների կողմից։ 3%։ Մնացած 97%-ը մեծ մասամբ աննկատելի է։ Մենք ունենք ընդհանուր գիտություններ ամբողջ երկրի գեոլոգիական պատմության մասին, բայց մանրամասները
նուրբ ազդանշանները, անսովոր անոմալիաները, դրանք կարող են թաքնված լինել այդ 97%-ում։ Ուրեմն, երբ ինչ-որ մեկն ասում է, եթե նախկին քաղաքակրթություն գոյություն ունեցավ, մենք կգտնեինք ապացույց, իրականում դա ենթադրում է, որ մենք արդեն հանգամանորեն փնտրեցինք, բայց մենք չենք։ Մենք միայն սկսել ենք։ Եվ ահա երկրորդ անհանգիստ հարցը. ինչ, եթե մենք արդեն գտել ենք ապացույց, բայց մենք չենք ճանաչում այն որպես այդպիսին։ Դիտարկենք մի օրինակ. Աքմենիդյան շերտը։ 1997 թվականին գեոլոգ Լուիս Ալվարեզը և նրա հայր Վալտեր Ալվարեզը հայտնաբերեցին նուրբ գլինի շերտ, որը հարստացված էր իրիդիումով, հազվագյուտ մետաղ երկրի վրա, բայց ընդհանուր ժայռերում և մետեորիտներում։ Այս շերտը գտնվում էր կրետ-պալեոգեն սահմանին, ճիշտ ժամանակով, երբ դինոզավրները ոչնչացվեցին 65 միլիոն տարի առաջ։ Ալվարեզները եզրակացրեցին, որ հսկա մետեորիտը կամ կոմետը բախվել է երկրին, ստեղծելով աղետալի հետևանքներ, որոնք հանգեցրին զանգվածային ոչնչացմանը։ Իրիդիումի շերտը ապացույցն էր այդ բախման համար։ Երկար ժամանակ շատ գիտնականներ հերքեցին այդ տեսությունը։ Նրանք պնդեցին, որ դինոզավրների ոչնչացումը ավելի աստիճանական էր, պայմանավորված կլիմայական փոփոխություններով և վուլկանական գործունեությամբ։ Բայց Ալվարեզները հարցականգնեցին իրենց եզրակացության վրա։ Եվ վերջապես, 1990-ների սկզբին Չիկսուլուպ կրատերը հայտնաբերվեց Մեքսիկայի Յուկատան թերակղզում, Ռոդեգո Բենգուրգոյի կողմից։ Կրատերը մեկ կետով էին շարունակում ստեղծել մի կեղծ համակարգ, ստեղծագործող անձի և համակարգի միջև սահմաններ։ Սահմանները կարող էին լինել կոչված մասնագիտական անվանումները, որոնք հաճախ ներկայանում էին ասպեցիական կեղծ համակարգերում, Կայի Յուկատան թերակղզում, հաստատելով նրանց տեսությունը։ Բայց ահա հետաքրքիր է. մինչև Ալվարեզները առաջարկեցին իրենց տեսությունը, իրիդիումի շերտը հայտնի էր մի քանի տասնամյակներ, իսկ հետո հայտնաբերվեց նոր տեսություն, որը հաստատեց նրանց տեսությունը։ Բայց ոչ ոք չէր ընկալում այն որպես էքստերնալ բախման ապացույց։ Մարդիկ ենթադրում էին, որ դա վուլկանական ակտիվության արդյունք է կամ որևէ այլ երկրային գործընթացի։ Մինչև որևէ մեկը առաջարկեց մետեորիտի հիպոթեզը և սկսեց հանգամանորեն փնտրել լրացուցիչ ապացույցներ, ճշմարտությունը չէր նկատվում։ Նույն բանը կարող է լինել ճիշտ Սիլուրյան հիպոթեզի համար։ Հնարավոր է, որ մենք արդեն գտել ենք անոմալիաներ գեոլոգիական արխիվում, բայց մենք մեկնաբանում ենք դրանք որպես բնական երևույթներ, քանի որ մենք չենք համարում արհեստական ծագման հնարավորությունը։ Մենք չենք փնտրում համապատասխան համատեքստում, մենք չենք հարցնում ճիշտ հարցերը։ Եվ ահա մենք հասնում ենք Սիլուրյան հիպոթեզի սրտին։ Սա ոչ թե պնդումների մասին է, որ նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան։ Սա հարցերի մասին է, մեթոդաբանության մասին։ Այն ուժը տալիս է մեզ հարցնել, ինչպես մենք կարող ենք գիտենալ, եթե մենք առաջինները չենք։ Ինչ տեսակի ապացույցներ մենք պետք է փնտրենք և որտեղ մենք պետք է փնտրենք։ Կարծում եք, որ այս ամենը թվում է անհավանական, չափազանց հեռու բերված, բայց մտածեք դրա մասին այսպես. Երկիրը վերջին 4 միլիարդ 500 միլիոն տարիների ընթացքում եղել է շնչավոր մոլորակ մոտավորապես 3 միլիարդ 500 միլիոն տարի։ Ժամանակի այս հսկայական ընդլայնման ընթացքում կյանքը էվոլյուցիայի միջոցով անցել է բազմաթիվ ձևերից, միջախային օրգանիզմներից մինչև բարդ բազմակողմանի կյանքի ձևեր։ Մենք գիտենք, որ բանականությունը էվոլյուցիայի արդյունք է։ Մենք գիտենք, որ այն առաջացել է երկրի վրա առնվազն մեկ անգամ, մեր մեջ։ Բայց ինչ մեխանիզմը կանխում է, որ բանականությունը չէր էվոլյուցիայի արդյունք, մեկ այլ անգամ, 10 կամ 100 միլիոն տարի առաջ որևէ այլ տեսակում։ Կանին գիտական պատճառներ հավատալու, որ մենք եզակի ենք։ Բայց կան նաև պատճառներ համարձակ մնալ հնարավորության նկատմամբ, որ մենք չենք լինի առաջինները։ Եկեք խոսենք բանականության էվոլյուցիայի մասին։ Ինչքան ժամանակ է պետք, որ բանականությունը էվոլյուցիայի միջոցով առաջանա։ Մեր հասկացողության համաձայն մարդկային բանականությունը զարգացավ համեմատաբար արագ։ Առաջին պրիմատները հայտնվեցին մոտավորապես 55 միլիոն տարի առաջ։ Առաջին հոմինիդները, մեր անմիջական նախնիները, տարանջատվեցին շիմպանզեներից մոտավորապես 6 կամ 7 միլիոն տարի առաջ։ Անատոմիապես ժամանակակից մարդիկ հայտնվեցին մոտավորապես 200,000 տարի առաջ, և ինդուստրիալ քաղաքակրթությունը միայն 250 տարի առաջ։ Ուրեմն ամբողջ ճանապարհը պրիմատներից մինչև տիեզերակայաններ
տևեց մոտավորապես 55 միլիոն տարի։ Գեոլոգիական ժամանակի մասշտաբով դա համեմատաբար կարճ է, Երկրի պատմության 1%։ Բայց ահա հարցը. արդյոք պրիմատները միակ ճանապարհը դեպի բանականություն են, կամ կարող էին այլ կենդանական խմբերը զարգացնել նմանատիպ կամ նույնիսկ գերազանց ճանաչողական կարողություններ ավելի վաղ։ Դիտարկենք դինոզավրները։ Նրանք գերակշռեցին Երկրի վրա մոտավորապես 170 միլիոն տարի, տրիասյան ժամանակաշրջանի վերջից մինչև կրետ-պալեոգեն։ Ոչնչացումը 65 միլիոն տարի առաջ։ 170 միլիոն տարի։ Դա 30 անգամ ավելի երկար է, քան մարդկանց ամբողջ էվոլյուցիոն պատմությունը։ Այդ հսկայական ժամանակահատվածում դինոզավրները էվոլյուցիայի միջոցով անցան բազմազան ձևերից՝ գիգանտական սաուրոպոդներից մինչև փոքր թևավոր թեկուզ ռապտորներ։ Որոշ դինոզավրներ զարգացրին բարդ սոցիալական վարքագիծ, որոշները կարող էին որսորդական փաթեթներով, որոշները ցուցաբերեցին ծնողական խնամք իրենց ձագերի հանդեպ։ Բայց կա մեկ խումբ դինոզավրների, որը հատկապես հետաքրքիր է՝ տրոոդոնտիդները։ Տրոոդոնտիդները փոքր, թեկնավոր դինոզավրներ էին, որոնք ապրեցին կրետ ժամանակաշրջանի ընթացքում։ Նրանք ունեին համեմատաբար մեծ ուղեղ իրենց մարմնի չափի համեմատությամբ, մոտավորապես այնպես, ինչպես ժամանակակից թռչուններն են ունենում։ Նրանց աչքերը մեծ էին և առաջ տեղադրված, մատնանշելով 3 չափային տեսողություն։ Նրանք ունեին երկար, ճկուն ոտքեր, կարծես նախագծված բռնելու և մանիպուլյացիայի համար։ Եվ որոշ ֆոսիլային ապացույցներ մատնանշում են, որ նրանք կարող էին լինել սոցիալական, ապրելով փոքր խմբերով։ Պալեոնտոլոգ Դեյլ Ռասսելը Օտտավայի կանադական բնության թանգարանից 2003-ում առաջարկեց մտածողության փորձ։ Նա հարցրեց. ինչ, եթե դինոզավրները չոչնչանային 65 միլիոն տարի առաջ։ Ինչ, եթե տրոոդոնտիդները շարունակեին էվոլյուցիայի միջոցով անցնել։ Արդյոք նրանք կարող էին զարգացնել բարձր մակարդակի բանականություն։ Ռասսելը նույնիսկ ստեղծեց հիպոթետիկ մոդել դինոսաուրոիդ, մարդանման դինոզավրի, որը կարող էր էվոլյուցիայի միջոցով առաջանալ, եթե տրոոդոնտիդները ունենային ևս որոշ միլիոն տարիներ։ Այս դինոսաուրոիդը կունենար ուղիղ դիրք, մեծ ուղեղ, հակադիր բթամատներ և կարողություն կիրառել գործիքներ։ Իհարկե, սա մաքուր սպեկուլյացիա է, էվոլյուցիան չի կանխատեսելի։ Ոչ մի երաշխիք չկա, որ տրոոդոնտիդները կզարգանային դեպի բանականություն, նույնիսկ եթե նրանք ունենային լրացուցիչ ժամանակ։ Բայց կետը այս է, դա հնարավոր էր։ Կենսաբանորեն հնարավոր էր։ Եվ եթե դա հնարավոր էր տրոոդոնտիդների համար, ինչու չէր հնարավոր որևէ այլ դինոզավրային տեսակի համար 170 միլիոն տարվա ընթացքում։ Կամ ինչու չէր հնարավոր որևէ ժամանակ Երկրի 3 միլիարդ 500 միլիոն տարվա բազմակողմանի կյանքի պատմության ընթացքում։ Բայց եթե տեխնոլոգիական դինոզավրներ գոյություն ունեցան, որտեղ են դրանց հետքերը։ Այստեղ մենք վերադառնում ենք նույն խնդրին։ Եթե այդպիսի քաղաքակրթությունը գոյություն ունեցավ 67 կամ 80 կամ 100 միլիոն տարի առաջ, ֆիզիկական հետքերը կլինեին ամբողջությամբ ոչնչացված։ Մեզ մնացել են միայն հնարավոր գեոքիմիական ազդանշանները, և ինչպես մենք քննարկեցինք, այդ ազդանշանները կարող են խիստ նուրբ լինել և դժվար տարբերել բնական աղմուկից։ Բայց կա մեկ այլ հարց, որը մենք պետք է դիտարկենք։ Ինչ կարող էր պատահել այդպիսի նախկին քաղաքակրթությանը։ Ինչու նրանք ոչնչացան։ Մեկ հնարավորություն, նույն իրադարձությունը, որը սպանեց դինոզավրներին։ Մետեորիտի բախումը։ 65 միլիոն տարի առաջ, մոտավորապես 10 կիլոմետր տրամագծով, աստերոիդը բախվեց Երկրին այժմ Մեքսիկայի Յուկատան թերակղզում։ Բախումը արձակեց էներգիա, որը համարժեք էր մի քանի միլիարդ Հիրոշիմայի ատոմային ռումբերի։ Անմիջական ազդեցության գոտում ամեն ինչ անմիջապես գոլացավ։ Հսկայական ցունամիները մաքրեցին ափերը, հրդեհները ընդգրկեցին մայրցամաքները։ Եվ ամենավատը, ակնթարթային բախումը նետեց միլիարդավոր տոննա փոշի և աղտոտիչներ մթնոլորտ, արգելափակելով արևի լույսը տարիներ շարունակ։ Անձրև դադարեց։ Ջերմաստիճանները կտրուկ ընկան, ֆոտոսինթեզը կանգ առավ, բույսերը մեռան, բուսակերները սովամահվեցին։ Մսակերները, ովքեր կախված էին բուսակերներից, հետևեցին։ Մոտավորապես 75% բոլոր տեսակների Երկրի վրա ոչնչացվեցին։ Եթե տեխնոլոգիական դինոզավրային քաղաքակրթությունը գոյություն ունեցավ այդ ժամանակ, նրանք նույնպես կոչնչանային։ Նույնիսկ եթե նրանք ունեին զարգացած տեխնոլոգիա, գյուղատնտեսություն, քաղաքներ, գործարաններ, նրանք չէին կարող վերապրել
այդպիսի գլոբալ կատակլիզմին։ Գլոբալ սննդի շղթայի փլուզումը կսպաներ ամեն ոք, անկախ նրանից, թե որքան խելացի էին նրանք։ Բայց կան նաև այլ եղանակներ, որոնցով քաղաքակրթությունը կարող է ոչնչանալ, եւ որոշ դրանցից ավելի կապված են հենց այն քաղաքակրթության գործունեության հետ։ Դիտարկենք կլիմայական փոփոխությունը։ Մենք այժմ ապրում ենք ժամանակաշրջանում, երբ մարդկային գործունեությունը ակնհայտ փոխում է գլոբալ կլիման։ Մենք այրում ենք ֆոսիլային վառելիք եւ արձակում ենք պարնիկային գազեր մթնոլորտ արդեն 250 տարի։ Արդյունքում գլոբալ միջին ջերմաստիճանները բարձրացել են մոտավորապես 1 աստիճան Ցելսիուս արդիական նախաարդիական ժամանակներից, եւ դրանք շարունակում են բարձրանալ։ Մենք նույնպես տեսնում ենք հետևանքները։ Սառցադաշտերը հալվում են, ծովի մակարդակը բարձրանում է, եղանակային ծայրահեղությունները դառնում են ավելի հաճախ։ Էկոհամակարգերը խախտվում են, տեսակները տեղափոխվում են կամ ոչնչանում են։ Բայց մեր կլիմայական փոփոխությունը դեռ համեմատաբար չափավոր է համեմատությամբ որոշ կլիմայական փոփոխություններից, որոնք տեղի են ունեցել բնական կերպով Երկրի պատմության ընթացքում։ Օրինակ, պալեոցեն-էոցեն տերմալ մաքսիմումը, որի մասին մենք արդեն խոսեցինք, տեսավ գլոբալ ջերմաստիճանների բարձրացում 5 մինչև 8 աստիճան Ցելսիուս մի քանի հազար տարվա ընթացքում։ Սա աղետալի էր բազմաթիվ տեսակների համար, եւ զանգվածային ոչնչացումներ տեղի ունեցան հատկապես խորը ծովային էկոհամակարգերում։ Իսկ Պերմյան-Տրիասյան ոչնչացումը, որը տեղի ունեցավ 252 միլիոն տարի առաջ, ավելի վատ էր։ Հավատարիմորեն կապված հսկայական վուլկանական ժայռերի արտանետման հետ Սիբիրում այն հանգեցրեց գլոբալ ջերմաստիճանների բարձրացման, հնարավոր 10 կամ 15 աստիճան Ցելսիուսով։ Օվկիանոսները մասամբ անօքսիգենացված դարձան, թթվայնությունը բարձրացավ, ծծմբային թթվի անձրևները ընկան երկնքից, 96%-ից ավելի ծովային տեսակներ եւ 70% ցամաքային ողնաշարավոր տեսակներ ոչնչացվեցին։ Սա եղել է ամենամեծ զանգվածային ոչնչացումը Երկրի պատմության մեջ։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե տեխնոլոգիական քաղաքակրթությունը գոյություն ունեցավ այդ ժամանակ։ Նույնիսկ եթե նրանք չէին պատճառել կլիմայական փոփոխությունը ինքնուրույն, եթե այն միայն բնական վուլկանական գործունեության արդյունք էր, նրանք դեռ ունենալու էին կլիմայական փլուզման հետևանքներով գործ։ Եվ քաղաքակրթությունը, որը կախված է գյուղատնտեսությունից, կայուն կլիմայից եւ բարդ մատակարարման շղթաներից, չէր կարող վերապրել այդպիսի կատակլիզմ։ Իհարկե, հնարավոր է, որ որոշ անհատներ կարող էին վերապրել։ Փոքր խմբեր վերապրողների ցրված տարբեր հասույթներում, բայց նրանց տեխնոլոգիական իմացությունը կորուստ կլիներ։ Առանց ինդուստրիալ ենթակառուցվածքի, առանց գրություն եւ արխիվների, առանց խոշոր կազմակերպված հասարակության, գիտելիքները արագ կծնվեին։ Մի քանի սերունդների ընթացքում վերապրողները կվերադառնային որսորդ հավաքորդ գոյության կամ պարզ գյուղատնտեսական հասարակության։ Եվ հետո, ինչ էլ որ տեղի ունենա հետագայում, այդ վերափոխված մարդկությունը կարող էր էվոլյուցիայի միջոցով շեղվել նոր ուղղություններով։ Կամ կարող էր ամբողջությամբ ոչնչանալ, թողնելով էկոլոգիական տարածք համար այլ տեսակների բարձրանալու համար։ Ուրեմն պատմությունը կարող էր կրկնվել։ Կյանքը վերականգնվում է։ Նոր տեսակներ էվոլյուցիայի միջոցով առաջանում են, եւ գուցե միլիոնավոր տարիներ հետո մեկ այլ տեսակը զարգացնում է բանականություն եւ կառուցում իր սեփական քաղաքակրթությունը։ Եթե այդ սցենարը տեղի ունեցավ մեկ անգամ կամ մի քանի անգամներ Երկրի պատմության ընթացքում, որքանով մենք կիմանայինք այսօր։ Արդյոք մենք ենք վերջին փորձը, թե միայն վերջին հաջող փորձը 3 միլիարդ 500 միլիոն տարվա ցիկլերում բարձրացման եւ անկման միջև։ Այս միտքը միաժամանակ տհաճեցնող եւ խոնարհող է։ Տհաճեցնող, քանի որ ենթադրում է, որ մեր քաղաքակրթությունը նույնպես կարող է անհետանալ առանց հետք թքթողնելու։ Խոնարհող, քանի որ դնում է մեզ մեր տեղը ժամանակի հսկայական ընդլայնման մեջ։ Բայց կա նաև ինչ-որ խորաբանորեն զարմանհարարաշ այս գաղափարում։ Կյանքը անդիմադրելի է։ Բանականությունը, երբ այն առաջանում է, գտնում է եղանակներ, տեխնոլոգիա ստեղծելու եւ իր միջավայրը վերափոխելու։ Եվ նույնիսկ երբ աղետներ ոչնչացնում են այդ քաղաքակրթությունները, կյանքը վերականգնվում է, էվոլյուցիան շարունակվում է։ Եվ գուցե վերջապես մի քաղաքակրթությունը սովորում է հասկանալ այդ ցիկլերը եւ գտնում ճանապարհներ խուսափելու դրանցից։ Արդյոք մենք ենք այդ քաղաքակրթությունը։ Արդյոք մենք կարող ենք սովորել անցյալի սխալներից, նույնիսկ եթե մենք չգիտենք, որ այդ անցյալը գոյություն ունեցավ։
Հիմա եկեք մտածենք մեկ այլ անհանգստացնող հնարավորության մասին։ Ինչ, եթե Սիլուրյան հիպոթեզը սխալ է հարցնում։ Ինչ, եթե հարցը ոչ թե արդյոք այլ քաղաքակրթություններ գոյություն ունեցան երկրի վրա է, այլ ինչպես մենք իմանանք, թե որքան քաղաքակրթություններ կարող էին գոյություն ունենալ ամբողջ տիեզերքում։ Ֆիզիկոսներ Էնրիկո Ֆերմին հայտնի է իր հարցի համար. որտեղ են բոլորը։ Եթե տիեզերքը այդքան հին եւ այդքան մեծ է, եթե միլիարդավոր աստղեր եւ միլիարդավոր մոլորակներ կան, որտեղ են օտար քաղաքակրթությունները։ Ինչու մենք չենք հայտնաբերել նրանց ազդանշանները։ Կան բազմաթիվ հնարավոր պատասխաններ Ֆերմիի պարադոքսին։ Գուցե բանականությունը չափազանց հազվադեպ է, գուցե տեխնոլոգիական քաղաքակրթությունները ինքնաոչնչանում են, մինչև նրանք հասնեն միջաստղային սփոփման կարողության։ Գուցե նրանք կան, բայց պարզապես չեն փոխանցում ազդանշաններ, որոնք մենք կարող ենք հայտնաբերել։ Գուցե նրանք այդքան զարգացած են, որ մենք նրանց ազդանշանները չենք ճանաչում որպես արհեստական։ Բայց կա մեկ այլ հնարավոր պատասխան, որը հազվադեպ է քննարկվում։ Գուցե քաղաքակրթությունները բաց թողնում են չափազանց նուրբ հետքեր, նույնիսկ իրենց սեփական մոլորակների վրա, թույլ տալով, որ մենք երբեք չտեսնենք ապացույցներ միջաստղային հեռավորությունների միջոցով։ Մտածեք դրա մասին։ Մենք չենք կարող հայտնաբերել մեր սեփական նախկին քաղաքակրթությունների հետքերը մեր սեփական մոլորակի վրա, եթե դրանք գոյություն ունեցան միլիոնավոր տարիներ առաջ։ Ինչպես մենք կարող ենք հայտնաբերել օտար քաղաքակրթության հետքերը էկզոմոլորակի վրա, տասնյակ լուսատարիների հեռավորության վրա։ Մեր ամենահզոր դիտողություններից մենք կարող ենք ուսումնասիրել էկզոմոլորակների մթնոլորտները սպեկտրոսկոպիայի միջոցով, փնտրելով կենսաբանորեն հետաքրքիր գազեր, ինչպես թթվածին, մեթան կամ ջրի գոլորշի։ Եթե մենք գտնենք մոլորակ, որը ունի թթվածին եւ մեթան միաժամանակ, քիմիական հավասարակշռությունից դուրս, դա կարող է լինել կենսական գործունեության նշան։ Բայց արդյոք մենք կարող ենք հայտնաբերել տեխնոլոգիական քաղաքակրթության նշաններ այդ սպեկտրերում։ Արդյոք մենք կարող ենք տեսնել արդյունաբերական աղտոտիչներ կամ արհեստական գազեր։ Գուցե, եթե քաղաքակրթությունը շատ զարգացած է եւ արտադրում է մեծ քանակությունների այդպիսի նյութեր, բայց եթե քաղաքակրթությունը փլուզվեց 1000 կամ 10000 տարի առաջ, եթե նրանց արդյունաբերական փուլը տևեց միայն մի քանի 100 կամ մի քանի 1000 տարի, մթնոլորտը արագ մաքրվելու էր, բուսականությունը վերականգնվելու էր, եւ մի քանի տասնյակ հազար տարիներ հետո մոլորակը կվերադառնար բնական վիճակի, առանց ակնհայտ տեխնոլոգիական հետքերի մթնոլորտում։ Այսինքն, եթե մենք դիտարկենք 100 կամ 1000 էկզոմոլորակներ եւ չգտնենք տեխնոլոգիական ազդանշաններ, դա չի նշանակում, որ տեխնոլոգիական քաղաքակրթություններ երբեք չեն գոյություն ունեցել այդ մոլորակների վրա։ Դա կարող է նշանակել միայն, որ նրանք գոյություն չունեն այժմ, կամ նրանց մետքերը չափազանց նուրբ են հայտնաբերելու համար հեռավորությունից։ Սա ավելի խորը տարբերակ է Ֆերմիի պարադոքսի։ Ոչ միայն որտեղ են նրանք, այլ ինչպես մենք կիմանանք, թե նրանք երբևէ գոյություն ունեցան։ Եվ եթե այդպիսի քաղաքակրթությունները գոյություն ունեցան, բայց թողեցին միայն նուրբ հետքեր, որոնք արագ մարվում են, ապա տիեզերքը կարող է լի լինել ուրվական քաղաքակրթություններով, մեռած քաղաքակրթություններով, որոնց հետքերը ծածկված են ժամանակի եւ էրոզիայի միջոցով։ Դուք մտածում եք, որ սա հնչում է մռայլ, չէ՞։ Տիեզերքը լի է մեռած քաղաքակրթություններով, մոռացված եւ անտեսանելի։ Բայց կա նաեւ այլ կերպ նայել դրան։ Եթե բազմաթիվ քաղաքակրթություններ բարձրացել եւ անկումել են ժամանակի ընթացքում, դա նշանակում է, որ բանականությունը եւ տեխնոլոգիան տարբերակումներ չեն։ Դրանք բնական հետևանքներ են տիեզերքի կառուցվածքից։ Դրանք Երևան են գալիս կրկին եւ կրկին, ամենուր, որտեղ կան պայմանները։ Եվ դա նշանակում է, որ մենք մաս ենք ինչ որ ավելի մեծի։ Մենք ոչ թե մեկուսացած դեպք ենք, մենք մեկ օրինակ ենք համընդհանուր գործընթացի։ Գործընթացի, որով տիեզերքը արթնանում է ինքն իրեն եւ սկսում մտածել իր սեփական գոյության մասին։ Բայց այստեղ է վերջնական հարցը, որի հետ մենք պետք է բախվենք։ Ինչ է դա նշանակում մեզ համար։ Ինչ է դա նշանակում մարդկությանը այսօր։ Եթե Սիլուրյան հիպոթեզը ճիշտ է, եթե նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան երկրի վրա եւ ոչնչացան, թողնելով գրեթե ոչ մի հետք, ապա դա ուսուցանում է մեզ նաեւ խոնարհության եւ հետազոտման մասին։ Խոնարհություն, քանի որ դա հիշեցնում է մեզ, որ մենք ժամանակավոր ենք։ Մեր քաղաքակրթությունը, մեր տեխնոլոգիան, մեր հուշարձանները եւ ձեռքբերումները ամենը կարող է անհետանալ։ Երկրի մակերևույթը վրա գրված ամեն ինչ,
Վերջապես կջնջվի էրոզիայի, տեկտոնիկայի և ժամանակի միջոցով։ Բայց նույնիսկ որպես ժամանակավոր մենք կարևոր ենք։ Մենք այստեղ ենք հիմա։ Մենք մտածում ենք, ստեղծում ենք, սիրում ենք, տառապում ենք։ Եվ մեր գործողություններն այժմ ունեն իրական հետևանքներ այսօր և գալիք ապագայի համար։ Հետազոտություն, քանի որ դա ցույց է տալիս մեզ, որ մենք դեռ չափազանց քիչ գիտենք։ Մենք ապրում ենք մոլորակի վրա, որի պատմությունը ձգվում է միլիարդավոր տարիներ, և մենք միայն սկսել ենք քերծել նրա խորհուրդները։ Յուրաքանչյուր նոր հայտնագործություն բաց է թողնում նոր հարցեր։ Յուրաքանչյուր պատասխան բերում է տասնյակ նոր խնդիրներ։ Եվ գուցե այս ճամփորդությունը սովորելու, հայտնաբերելու, հասկանալու ավելի կարևոր է, քան որևէ վերջնական պատասխան։ Ուրեմն, կարծում եք, որ մենք առաջիններ ենք, թե եղել են ուրիշներ նախքան մեզ։ Եվ եթե եղել են, ինչ են նրանք թողել մեզ։ Ինչ դասեր մենք կարող ենք սովորել նրանց լռությունից։ Հիմա, երբ մենք կանգնած ենք 20-րդ դարի առաջին կեսի սեմին, արժե դադարել և մտածել մեր սեփական ժառանգության մասին։ Ինչպիսի հետքեր մենք կթողնենք։ Եթե մեր քաղաքակրթությունը անհետանա վաղը, ինչ կմնա 50 միլիոն տարի հետո։ Գեոքիմիական ազդանշանները, որոնք մենք քննարկեցինք։ Ածխածնի իզոտոպային անոմալիա, հնարավոր պլաստիկային հետքեր, ռադիոակտիվ իզոտոպներ մեր միջուկային փորձարկումներից։ Բայց այդ ամենը նուրբ է, դժվար հայտնաբերելի և հեշտ շփոթելի բնական գործընթացների հետ։ Իսկ ավելի կայուն ինչ-որ բան։ Կա որևէ բան, որ մենք կարող ենք ստեղծել, որը կդիմանա տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարիներ և կմնա հստակ ճանաչելի որպես արհեստական։ Մի հնարավորություն՝ տիեզերական արհեստագործություններ։ Օբյեկտներ, որոնք մենք տեղադրել ենք օրբիտում կամ այլ երկնային մարմինների վրա։ 2016 թվականից մեր տիեզերական ծրագրերը թողել են հետքեր Երկրի օրբիտում, Լուսնի վրա, Մարսի վրա և նույնիսկ արտագալակտիկ տիեզերքում։ Voyager 1 և Voyager 2, արձակված 1977 թվականին, այժմ ճանապարհորդում են միջաստղային տիեզերքում, տանելով ոսկե ձայնագրություն, սկավառակ, որը պարունակում է մարդկության ձայները, երաժշտությունը և պատկերները։ Այդ սկավառակները նախագծված են դիմանալու միլիարդավոր տարիներ միջաստղային տիեզերքի դատարկությունում։ Լուսնի վրա մենք թողել ենք աթոլլո առաքելությունների մնացորդներ, 6 տեղադրման կայաններ, որտեղ 12 աստրոնավտներ քայլել են Լուսնի մակերևույթով 1969 և 1972 թվականների միջև։ Այդ կայանները ներառում են վայրեջքի մոդուլների ստորին բաժինները, գիտական սարքավորումները, ամերիկյան դրոշները և նույնիսկ աստրոնավտների հետքերը ռեգոլիթում։ Լուսնի մակերևույթը, ինչպես մենք արդեն քննարկեցինք, չափազանց կայուն միջավայր է։ Առանց մթնոլորտի, առանց հողի, առանց կենսական գործընթացների այդ արհեստագործությունները կարող են մնալ գրեթե անփոփոխ միլիոնավոր կամ նույնիսկ միլիարդավոր տարիներ, բացառությամբ, եթե նրանք ուղղակիորեն խոցված են մետեորիտի բախումից։ Ուրեմն, եթե ապագա քաղաքակրթությունը, լինի մարդկային թե ոչ, զարգանա Երկրի վրա 50 կամ 100 միլիոն տարի հետո և հասնի տիեզերական ճանապարհորդության կարողությանը, նրանք կարող են գտնել մեր հետքերը Լուսնի վրա։ Եվ դա կլինի անվիճելի ապացույցը, որ մեկ այլ տեխնոլոգիական քաղաքակրթություն գոյություն ունեցավ նախքան նրանց։ Բայց ահա տարօրինակ իրականությունը։ Մենք դեռ չենք համակարգված կերպով ուսումնասիրել Լուսինը արհեստական կառույցների հետքերի համար, որոնք կարող էին թողնել նախկին քաղաքակրթությունները։ Մեր լուսնային քարտեզագրումը կենտրոնացած է բնական հատկությունների վրա։ Մենք չենք նայում հատուկ հին, ներկառուցված կամ խանգարված կառույցների համար, որոնք կարող էին լինել միլիոնավոր տարեկան։ 2018 թվականին գիտնականներ Ջեյմս Փեյսը և Ջեյքոբ Փեյսը հայտնաբերեցին Լուսնի վրա մի քանի հազար տարեկան կառույցներ։ Հակ Միսրան առաջարկեցին, որ մենք պետք է ակտիվորեն փնտրենք տեխնոգեոգրաֆիկ ազդանշաններ Լուսնի վրա, հետքեր հնարավոր նախկին միսիաների կամ բազաների։ Նրանք նշեցին, որ վերլուծելով բարձր լուծաչափ պատկերները Լուսնի մակերևույթի, մենք կարող ենք փնտրել անսովոր երկրաչափական կառույցներ, ուղիղ գծեր կամ կանոնավոր նմուշներ, որոնք հազվադեպ են բնության մեջ։ Իհարկե, հավանականությունը գտնելու այդպիսի բան կախված է նրանից, թե արդյոք այդպիսի նախկին միսիաներ երբևէ տեղի ունեցան։ Եթե ոչ մի նախկին երկրային քաղաքակրթություն երբեք չհասավ տիեզերական ճանապարհորդության, ապա հստակորեն
մենք ոչինչ չենք գտնի։ Բայց կետը այն է, որ մենք նույնիսկ չենք փնտրել։ Եվ մինչև մենք չփնտրենք, մենք չենք կարող համոզված լինել։ Հիմա եկեք մտածենք մեկ այլ ասպեկտի՝ մեր սեփական քաղաքակրթության կայունության մասին։ Սիլուրյան հիպոթեզը սովորեցնում է մեզ ինչ-որ շատ գործնական։ Քաղաքակրթությունները կարող են անհետանալ։ Նույնիսկ զարգացած տեխնոլոգիական հասարակությունները խոցելի են աղետների նկատմամբ, լինեն դրանք արտաքին, ինչպես մետեորիտի բախումները, թե ներքին, ինչպես կլիմայական փլուզումը կամ ռեսուրսների սպառումը։ Եվ երբ քաղաքակրթությունները փլուզվում են, նրանց գիտելիքները կարող են կորչել։ Տեխնոլոգիան, որը կառուցվել է սերունդների ընթացքում, կարող է անհետանալ մեկ սերնդում, եթե ենթակառուցվածքները փլուզվում են և գրավոր արխիվները ոչնչացվում են։ Սա տեղի ունեցավ բազմիցս մարդկային պատմության ընթացքում փոքր մասշտաբներում։ Մայա քաղաքակրթությունը, որը վերծանում էր բարդ մաթեմատիկայի և աստղագիտության, փլուզվեց 9-րդ դարում, և նրանց գիտելիքների մեծ մասը կորավ։ Երբ իսպանացիները ժամանեցին 16-րդ դարում, նրանք հանդիպեցին մայաների ժառանգների, իսպանացիները 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 ներհանդիպեցին մայաների ժառանգների, իսպանացիները հանդիպեցին 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 մայաների ժառանգների, իսպանացիները ներհանդիպեցին մայաների ժառանգների, իսպանացիները հանդիպեցին մայաների ժառանգների, իսպանացիները հանդիպեցին մայաների ժառանգ, որը փլուզում է բոլոր քաղաքակրթությունները միաժամանակ։ Սա հենց այն սցենարն է, որը կարող էր տեղի ունենալ նախկին երկրային քաղաքակրթության հետ, եթե այն գոյություն ունեցավ։ Եվ սա սցենարն է, որին մենք պետք է նախապատրաստ լինենք։ Մենք ապրում ենք ժամանակաշրջանում անբավարար ռիսկերի։ Կլիմայական փոփոխությունը արագանում է, կենսաբազմազանությունը նվազում է, միջուկային զենքը դեռ գոյություն ունի։ Պանդեմիաները, բնական թե արհեստական, կարող են տարածվել գլոբալիզացված աշխարհում։ Արհեստական ինտելեկտը կարող է ներկայացնել գոյության ռիսկեր, եթե զարգացված է անպատասխանատու։ Յուրաքանչյուր այդ ռիսկերից մեկն ունի ներուժ խաթարելու կամ նույնիսկ ոչնչացնելու մեր գլոբալ քաղաքակրթությունը։ Եվ եթե դա տեղի ունենա, ինչքան մեր գիտելիքները կպահպանվեն։ Դա հարց է, որը ավելի ու ավելի գիտնականներ և մտածողներ հուզված են։ Ինչպես մենք կարող ենք ապահովել, որ մարդկության կուտակված գիտելիքները չկորչեն, նույնիսկ եթե մեր ընթացիկ քաղաքակրթությունը փլուզվի։ Մի մոտեցում՝ ստեղծել կայուն արխիվներ, որոնք կարող են դիմանալ կատակլիզմերի։ 2018 թվականին Նորվեգիան բացեց Global սերմնային պահեստ Սվալբարդի արկտիկական կղզու վրա, Grandios ստորգետնյա շտեմարան, որն ուղղված է պահպանելու սերմնային նմուշներ բոլոր հիմնական գյուղատնտեսական բույսերի աշխարհից։ Սա նախագծված է դիմանալու նույնիսկ միջուկային աշխարհից, պատերազմին կամ աստերոիդի բախման։ Բայց սերմնային պահեստը պահպանում է միայն կենսաբանական բազմազանությունը, ոչ թե տեխնոլոգիական գիտելիքները։ Ինչպես մենք պահպանենք գիտությունը, ինժեներությունը, մաթեմատիկան, պատմությունը, արվեստը, որոշ մարդիկ առաջարկել են մարդկության պահեստ, բարձր անվտանգության արխիվ, որը պարունակում է թվայնացված տեղեկատվություն մարդկային գիտելիքի մասին, պաշտպանված քիմիապես կայուն նյութերում, որոնք կարող են դիմանալ տասնյակ հազարավոր տարիներ։ Սա կարող է տեղադրվել խորը ստորգետնյա կամ նույնիսկ լուսնի վրա, որպեսզի ապահովվի դրա երկարատև պահպանումը։ Բայց այստեղ կա խնդիր. ինչպես վերապրողները, ովքեր ապրում են հազարավոր տարիներ փլուզումից հետո, կիմանան այդ արխիվների գոյության մասին։ Ինչպես նրանք կգտնեն դրանք, եւ ինչպես նրանք կարդան տեղեկատվությունը, եթե նրանք կորցրել են գրագիտությունը եւ տեխնոլոգիան հասանելի դարձնելու թվային տվյալները։ Սա հայտնի է որպես բարդությունը երկարաժամկետ հաղորդակցության։
Ինչպես մենք հաղորդում ենք ինֆորմացիա մեզ անտեղյակ մարդկանց, մեզանից հազարավոր կամ միլիոնավոր տարիներ ապագայում։ Մեկ օրինակ այս բարդության միջուկային թափոնների պահեստավորման տեղամասերը։ Մենք պահեստավորում ենք ռադիոակտիվ թափոններ խորը երկրաբանական տեղամասերում, որտեղ նրանք կմնան վտանգավոր տասնյակ հազարավոր տարիներ։ Բայց ինչպես մենք զգուշացնենք ապագա սերունդները, որ չփորեն այդ տեղամասերը։ Մարդիկ նախագծել են ռադիացիոն խորհրդանիշներ, որոնք փորձում են հաղորդել վտանգը առանց լեզվի։ Բայց հարցերը մնում են. ապագա մարդիկ կկարդան այդ խորհրդանիշները ճիշտ, կամ նրանք կկարծեն, որ այդ տեղամասերը պարունակում են գանձեր և կփորեն հենց այդ պատճառով։ Սա նույն խնդիրն է, որը մենք կունենայինք փորձելով հասկանալ հետքեր նախկին քաղաքակրթությունից։ Նույնիսկ եթե դրանք թողել են արխիվներ կամ զգուշացումներ, մենք կարող ենք չճանաչել դրանք որպես այդպիսին, կամ մենք կարող ենք սխալ մեկնաբանել նրանց նշանակությունը։ Ուրեմն, ինչպես մենք կարող ենք վստահ լինել, որ մեր գիտելիքները կպահպանվեն։ Մի պատասխան՝ ավելորդություն։ Մենք պետք է պահպանենք գիտելիքները բազմաթիվ տեղերում և բազմաթիվ ձևաչափերում։ Թուղթ, քար, մետաղ, քվարց, թվային մեդիա, նույնիսկ DNA։ Այո, գիտնականները հաջողությամբ պոդավորել են թվային տեղեկատվություն DNA հաջորդականությունների մեջ։ Սա կարող է պահպանվել հազարավոր կամ նույնիսկ միլիոնավոր տարիներ, եթե պահվում է ճիշտ պայմաններում։ Բայց առավել կարևորը, մենք պետք է ապահովենք, որ մեր քաղաքակրթությունը չփլուզվի առաջին հերթին։ Պետք է սովորել անցյալի սխալներից, նույնիսկ եթե մենք չգիտենք, թե արդյոք այդ անցյալը ներառում է այլ քաղաքակրթությունների փլուզում։ Ինչպես մենք կարող ենք դարձնել մեր քաղաքակրթությունը ավելի կայուն։ Կլիմայական փոփոխության դեմ պայքարելով, պահպանելով կենսաբազմազանությունը, զարգացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրներ, կրճատելով կախվածությունը վերջավոր ռեսուրսներից, կառուցելով միջազգային համագործակցություն, պատրաստվելով պոտենցիալ աղետների համար։ Բայց կա նաև խորագույն դասը, որը Սիլուրյան հիպոթեզը մեզ սովորեցնում է՝ խոնարհություն։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդհետք ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մնենք, որ մենք չգիտենք ամեն ինչ։ Մենք պետք է ընդունենք, որ մենք որը գոյություն ունեցել է միլիարդավոր տարիներ նախքան մեզ և կշարունակի գոյություն ունենալ միլիարդավոր տարիներ մեր հետո։ Մենք ժամանակավոր հյուրեր ենք այս կապույտ ակնկոտ վրա, բայց միաժամանակ մենք նաև հատուկ ենք։ Մենք մտածող էակներ ենք։ Մենք կարող ենք հասկանալ տիեզերքը։ Մենք կարող ենք հարցնել մեծ հարցեր։ Եվ գուցե, եթե մենք բավական խելացի ենք և բավական խոնարհ, մենք կարող ենք սովորել ապրելով կայուն կերպով, որը ապահովում է, որ մեր հետքերը կմնան ոչ միայն որպես գեոքիմիական անոմալիաներ, այլ որպես կենդանի, շարունակական քաղաքակրթություն, որը տարածվում է դեպի աստղերը։ Եկեք վերադառնանք մեկ վերջին անգամ Սիլուրյան հիպոթեզի հիմնական հարցին։ Եղել են նախկին տեխնոլոգիական քաղաքակրթություններ երկրի վրա մեզանից առաջ։ Ազնիվ պատասխանը՝ մենք չգիտենք։ Մենք չունենք հստակ ապացույց, որ նման կացույց, որ նման քաղաքակրթություններ գոյություն ունեցան։ Բայց մենք նաև չունենք հստակ ապացույց, որ նրանք չեն գոյություն ունեցել։ Մենք գիտենք, որ եթե այդպիսի քաղաքակրթություն գոյություն ունեցավ տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարի առաջ, դրա հետքերը կլինեին չափազանց նուրբ հայտնաբերելու համար մեր ընթացիկ մեթոդներով։ Մենք գիտենք, որ գեոլոգիական արխիվը թերի է և շատ, ամեն ինչ կարող է կորել է ժամանակի ընթացքում։ Մենք գիտենք, որ բանականության էվոլյուցիան կենսաբանորեն հնարավոր է, և դա տեղի ունեցավ առնվազն մեկ անգամ երկրի վրա, մեր մեջ։ Չկա հայտնի պատճառ, թե ինչու այն չէր կարող տեղի ունենալ ավելի վաղ, այլ ուղիներով, այլ տեսակներում։
Եվ մենք գիտենք, որ եթե այդպիսի քաղաքակրթություններ գոյություն ունեցան եւ փլուզվեցին, դրանց փլուզման պատճառները հավանաբար նման են ռիսկերին, որոնց մենք դիմագրավում ենք այսօր. կլիմայական կատակլիզմներ, ռեսուրսների սպառում, արտաքին աղետներ։ Այսպիսով, անկախ նրանից, թե արդյոք նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան թե ոչ, Սիլուրյան հիպոթեզը մեզ հիշեցնում է կարևոր իրողություններ։ Առաջինը. երկրի պատմությունը անչափ երկար է։ Մարդկային քաղաքակրթությունը նման է ակնթարթի այդ հսկայական ընդլայնման մեջ։ Երկրորդը. քաղաքակրթությունները թույլ են։ Նրանք կարող են բարձրանալ եւ անկում ընկնել, եւ երբ նրանք անկում են ընկնում, նրանց հետքերը արագ մարվում են։ Երրորդը. մենք պետք է խոնարհ լինենք։ Մենք չգիտենք ամեն ինչ երկրի անցյալի մասին, եւ մենք չպետք է ենթադրենք, որ մենք եզակի ենք կամ հատուկ, պարզապես այն պատճառով, որ մենք այստեղ ենք հիմա։ Եվ վերջապես, մենք պարտավոր ենք ապագա սերունդներին։ Պարտավոր ենք ապահովել, որ մեր գիտելիքները, մեր ստեղծագործությունները, մեր արժեքները չկորչեն։ Եվ ավելի կարևորը, մենք պարտավոր ենք ապահովել, որ մեր քաղաքակրթությունը չփլուզվի առաջին հերթին։ Գուցե սա Սիլուրյան հիպոթեզի ամենակարևոր դասն է։ Ոչ թե հարցը արդյոք նախկին քաղաքակրթություններ գոյություն ունեցան, այլ հարցը, թե ինչ մենք անելու ենք այսօր, որտեսի ապահովենք, որ մեր քաղաքակրթությունը չդառնա մեկ այլ կորած պատմություն, թաղված եւ մոռացված երկրի նստվածքային շերտերում։ Այսպիսով, երբ դուք հաջորդ անգամ նայում եք գիշերային երկնքին, պատկերացրեք ոչ միայն տիեզերքի անսահմանությունը, այլ նաև ժամանակի անսահմանությունը։ Պատկերացրեք միլիարդավոր տարիները, որոնք անցել են նախքան ձեր ծնունդը։ Պատկերացրեք միլիարդավոր տարիները, որոնք կգան ձեր մահից հետո, եւ հարցրեք ձեզ. ինչ հետք ես ուզում թողնել։ Ոչ թե երկրի ժայռերում, որտեղ ամեն ինչ կջնջվի, այլ աստղերում, որտեղ լույսը, որ մենք արձակում ենք այսօր, կուղևորվի հավերժ։ Քանի որ վերջապես հավատարիմ նշանը տեխնոլոգիական քաղաքակրթության գոյության լույսն է։ Ռադիոալիքները, որոնք մենք արձակել ենք տիեզերք անցյալ դարում, լազերային ձիրքերը, որոնք մենք կարող ենք ուղարկել դեպի հեռավոր աստղեր, լույսը մեր քաղաքներից, որը փայլում է դեպի մութ տիեզերքը։ Այդ լույսը երբեք չի մարի ամբողջությամբ։ Այն տարածվում է արագությամբ լույսի, եւ այն կշարունակի ճանապարհորդել նույնիսկ հետո, երբ մեր քաղաքակրթությունը կանցնի։ Դա մեր հաղորդագրությունն է դեպի տիեզերքը։ Մենք այստեղ էինք։ Մենք մտածեցինք։ Մենք ստեղծեցինք։ Մենք փորձեցինք հասկանալ։ Եվ գուցե որևէ տեղ, որևէ ժամանակ, մեկ ուրիշը կլսի այդ հաղորդագրությունը եւ կկիմանա, որ նրանք միայնակ չեն, որ նրանց նախորդած են ուրիշներ, ովքեր նաև նայել են դեպի աստղերը եւ տեսել են հրաշալիություն։ Արդյոք մենք առաջիններ ենք։ Գուցե, գուցե ոչ։ Բայց ավելի կարևոր հարց է. արդյոք մենք կլինենք վերջինները։ Արդյոք մեր քաղաքակրթությունը կգտնի եղանակներ դիմանալու այն փորձություններին, որոնք սպասում են մեզ, կլիմայական փոփոխությունը, ռեսուրսների սահմանափակումները, արտաքին աղետների ռիսկերը։ Արդյոք մենք կսովորենք ապրել կայուն կերպով, ոչ թե որպես տիրակալներ երկրի վրա, այլ որպես խնամակալներ։ Ոչ թե որպես կերակրողներ, կողներ, ովքեր սպառում են մոլորակի ռեսուրսները եւ թողնում ամայականություն, այլ որպես այգեպաններ, ովքեր խնամում են այն եւ թողնում այն ավելի լավ հաջորդ սերունդների համար։ Սա մեր ընտրությունն է, եւ այն ընտրություն է, որ մենք պետք է անենք հիմա այս սերնդում, չէ թե հետաձգել ապագա սերունդների համար։ Քանի որ եթե մենք ձախողվենք, եթե մեր քաղաքակրթությունը փլուզվի, երկիրը կշարունակի, կյանքը կվերականգնվի, էվոլյուցիան կշարունակվի։ Եվ գուցե տասնյակ կամ հարյուրավոր միլիոն տարիներ ապագայում մեկ այլ տեսակը կզարգացնի բանականություն եւ կհարցնի նույն հարցերը, որոնք մենք հարցնում ենք այսօր։ Եվ նրանք կնայեն գեոլոգիական արխիվին եւ կհարցնեն. արդյոք մենք առաջինները ենք, թե ինչ որ մեկը եղել է այստեղ նախքան մեզ։ Եվ նրանք կգտնեն, ինչպես մենք գտնում ենք այսօր, միայն նուրբ հետքեր եւ անորոշ ազդանշաններ։ Նրանք կպայքարեն հասկանալու համար, ինչպես մենք պայքարում ենք, եւ նրանք կարող են երբեք չիմանան ճշմարիտ պատասխանը, բայց հուսով ենք, որ եթե նրանք գտնեն մեր հետքերը, նրանք կսովորեն մեր սխալներից։ Նրանք կտեսնեն, թե ինչպես մենք փլուզվեցինք, եթե մենք անենք
եւ կվճռեն չկրկնել մեր սխալները։ Կամ ավելի լավ, հուսով ենք, որ մենք չփլուզվենք, հուսով ենք, որ մենք կսովորենք, կփոխարկվենք, կզարգանանք, որ մեր քաղաքակրթությունը կտարածվի դեպի աստղերը, թողնելով երկիրը որպես թանգարան մեր ծագման, բայց ոչ որպես մեր գերեզմանատուն։ Քանի որ վերջնական տեստը քաղաքակրթության մեջ ոչ թե այն է, թե որքան բարձր այն կարող է բարձրանալ, այլ այն է, թե որքան երկար այն կարող է տևել։ Եվ եթե մենք ուզում ենք տևել, մենք պետք է սկսենք լսել երկրի նուրբ ճառագայթները։ Պետք է սկսենք սովորել մեր մոլորակի պատմությունից, նրա ցիկլերից, նրա կայունությունից եւ նրա խոցելիությունից։ Մենք պետք է սկսենք հարցնել ոչ միայն ինչ մենք կարող ենք վերցնել երկրից, այլ ինչ մենք կարող ենք տալ ետ։ Եվ մենք պետք է սկսենք մտածել ոչ միայն մեր սեփական կարճ կյանքների մասին, այլ միլիոնավոր տարիների մասին, որոնք կգան մեր հետո։ Քանի որ վերջապես Սիլուրյան հիպոթեզը ոչ թե անցյալի մասին է, այն ապագայի մասին է։ Այն հարցի մասին է, ինչպիսի ժառանգություն մենք կթողնենք։ Եվ արդյոք մեկը, ինչ որ ժամանակ հեռավոր ապագայում, կգտնի մեր հետքերը եւ կհիշի մեզ ոչ թե որպես մեկ այլ չափազանց փայլուն, չափազանց արագ այրվող քաղաքակրթություն, այլ որպես քաղաքակրթություն, որը սովորեց ապրել կայուն կերպով, պատվով եւ իմաստությամբ։ Այդ ընտրությունը մերն է։ Այն սկսվում է այսօր։ Այն սկսվում է ձեզանով։ Եվ երբ դուք կանգնած եք այս մեծ ժամանակային ընդլայնման առջև, երբ դուք մտածում եք երկրի անհամար միլիարդավոր տարիների մասին եւ անհամար հնարավորությունների մասին, հարցրեք ձեզ. արդյոք մենք առաջինները ենք։ Արդյոք մենք վերջինները կլինենք։ Կամ արդյոք մենք կլինենք առաջինները, ովքեր իսկապես հասկանում են, թե ինչ է նշանակում լինել քաղաքակրթություն, ովքեր խնամում է իր տունը եւ նայում է դեպի աստղերը ոչ թե որպես նվաճման տարածք, այլ որպես հրավեր դեպի խոնարհություն եւ զարմանք։ Պատասխանը դեռ գրված չէ։ Դա գրվում է հիմա, մեր գործողություններով, մեր ընտրություններով, մեր երազներով։ Եվ միայն ժամանակը, այդ անբավարար անհամբեր ճարտարապետը կբացահայտի, թե արդյոք մենք բավականաչափ իմաստուն էինք սովորելու դասը, որ երկիրը փորձում է մեզ սովորեցնել։ Դասը, որ ամեն ինչ անցնում է։ Բայց այն, ինչ մենք անում ենք մեր կարճ ժամանակում այստեղ, այն կարող է արձագանքել հավերժ։